Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան թայմն է եւ ես Արման Աբովյանը։ Իրանի շուրջ եւ ներքաղաքական, հայկական, հայաստանյան գործընթացները կարծես թե իրար հետ կապ չունեն, բայց արի ուտես, որ շատ էլ լավ կապ ունեն, պարզապես այստեղ տեսնելու եւ վերլուծելու եւ հետեւություններ անելու ունակության մասին է խոսքը գնում, այլ ոչ թե կապ ունեն, թե չէ։ Ինչևից է այսօր մենք կզրուցենք իհարկե Իրանից, կփորձենք հասկանալ վերջին չափազանց հետաքրքիր գործընթացները, որոնք տեղի են ունենում, եւ իհարկե կանրադառնանք մեր հաղորդման երկրորդ մասում նաեւ ներքաղաքական գործընթացներին։ Եվ այսօր ոդկասթը միասին վարելու ենք Genesis Armenia ուղեղային կենտրոնի ղեկավար, հիմնադիր, քաղաքագետ, արևելագետ, չնայած ասում եմ միասա, բայց ես կասեմ, արևելագետ Աբրահամ Նագասպարյանը սոր։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Հազար բարի պարոն Աբովյան։ Գիտեմ, որ հիմա որ մի հատ ռուսով խոսք ունի, նառասխվատեք, այսինքն հա տենց եթերից եթեր, որովհետև իրականում կարծես թե Իրանը մեզ մոտիկ երկիր է, բայց արի ուտես, որ Իրանում տեղի ունեցող գործընթացները չի կարելի դիտարկել լոկ ներիրանյան կամ ամերիկա-իրանյան կամ իսրայելա-իրանյան գործընթացների ներքո, սա ամբողջ մերձավոր արևելքի հետ է կապված եւ հաշվի առնելով բացի ձեր մասնագիտական ուղղվածությունը մերձավոր արևելքի, Իրանի, արաբական երկրների նաև շատ հետաքրքիր է ընդհանուր գլոբալ տենդենսների մասին էլ խոսենք, հասկանանք ինչ է կատարվում, ինչևից է շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը եւ այսպես ինչ իրավիճակ է հիմա, շատ ընդհանրական հարց եմ տալի Իրանում եւ Իրանի շուրջ այսօրվա ոնց որ կոնտեքստում։ Շնորհակալ եմ պարոն Աբովյան, գիտեմ, որ դուք նույնպես այս խնդիրը ընդհանրապես գեոպոլիտիկ իրադարձությունների ռեգիոնալ դրսևորումներով ձեր ուշադրության առանցքում եք պահում, այնպես ինչպես Genesis-ում մեզ համար Իրանը եղել է, կա եւ շարունակելու մնալ առանցքային դերակատար այս տարածաշրջանում, ուստի մեր գիտավելուծական եւ քաղաքական ամբողջ գործունեությունը նաեւ պետք է ուղղված լինի Իրանի շուրջ պայմանավորված այսպես զարգացումներով։ Ցանկացած պատերազմ չի կարող միակողմանի հաղթանակապահովել ցանկացած կողմի։ Պատերազմը ավեր է, պատերազմը տնտեսական, էներգետիկ, սահմանային անվտանգության խաթարում է, ենթակառուցվածքների ոչնչացում է, այսուհանդերձ ինչ է տեղի ունենում Իրանում, երկու կարևոր բան։ Ներքին մակարդակում տեղի է ունենում իշխանության ամրապնդում, այսինքն հակառակ process է։ Իհարկե, այն եկեք գլխանց պայմանավորենք, քան որ մենք մեր զրույցներում սովորաբար մեր ոդկասթերում համատեղ ինչպես դուք եք բնութագրում, խոսում ենք շատ օբյեկտիվ եւ մասնագիտական չափանիշները բարձր պահելով, մենք չպետք է տուրք տանք արևմտյան եւ առավել եւս որոշ պետությունների կամ սփյուռքների լոբիստական ջանքերով պայմանավորված, մեդիա քարոզչությանը կամ ագիտպրոպի ազդեցության չպետք է տուրք տանք եւ պետք է փորձենք խոսել շատ ճիշտ, առարկայական, որովհետեւ խնդիրը մեր պետության նաեւ անվտանգության հարցն է։ Չպետք է կուլ գնալ քարոզչական այն թեզերին, որ Իրանը տեսեք պարտվում է սա է անում, դա է անում, ինչը այս վերջին պատերազմի առաջին իսկ օրվանից դեռ ես թե չասեմ 12-օրյա պատերազմից, ես իմ հստակ վերլուծություններով եւ կանխատեսումներով ասում եմ, որ Իրանը հեշտ ոսկոր չէ, Իրանը պինդ պետություն է, Իրանը քաղաքակրթական առումով եւ արժեքային առումով շատ ավելին է, քան գլոբալիստականը, ինչը որ փորձում են փաթաթել ամբողջ աշխարհին։ Եվ այսօր դրա արդյունքը մենք տեսնում ենք Մոջտաբա Խամենեի ընտրությունը եւս մեկ անգամ փաստում է շատ կարևոր մի հանգամանք։ Սա քաղաքական շիիզմի մեջ, պարոն Աբովյան, եւ դավանաբանական առումով առաջին բացառությունն է, որը Իրանը կատարում է, որովհետեւ երբ Իսլամական Հանրապետությունը հռչակվեց 79 թվականին, սկզբունքներից մեկը նաև այն էր, որ իշխանությունը, հոգևոր իշխանությունը չի ժառանգվում կամ չի փոխանցվում ժառանգաբար։ Սա առաջին դեպքն է, երբ պետության ղեկը ամբողջովին ստանձնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այսինքն անվտանգային պետություն է դառնում Իրանը։
Անցած մի քանի օրվա ընթացքում հիմա կբացատրեմ ինչու եւ ինչպես։ Եվ Մոջտաբայի Ալի Խամենեի որդի լինելը չէր այն գլխավոր առանձնահատկությունը, որով փոխանցվեց իշխանությունը, հոգեվոր իշխանություն իրան։ Դեռ ինքը այաթոլլահ չի։ Այստեղ չեմ ուզում շատ խորանալ, որպեսզի ձեր ռադիոլսող եւ հեռուստադիտողը չխճճվի, չխառնվի, որովհետեւ Իրանում որոշումների ընդունումը եւ սահմանադրաիրավական առումով եւ քաղաքական առումով մի քանի աստիճանակարգում ունի, այսպես ասեմ, հա, այնպես չէ, որ մի քանի հոգի հավաքվեց կամ կրոնագետները հավաքվեցին, ասացին, որ մենք Դիցուկ Արման Աբովյանին ընտրում ենք այաթոլլահ։ Այաթոլլահը ինքը ոչ թե կրոնական պաշտոն, այլ կրոնագիտական աստիճան է, վերին աստիճան, որը նվաճելու համար տվյալ դեպքում կրոնի մասնագիտությամբ խորացած մարդը մի քանի տասնամյակի փորձ պիտի ունենա, մի քանի 100 գիտական աշխատություններ պիտի ունենա եւ պիտի ունենա ընդունելություն բնականաբար մնացած կրոնագետների կողմից։ Ներողություն, որ պարզենք, որ ավելի պարզ լինի, տեսեք 88 էքսպերտներ են ներգրաված գերագույն հոգևոր առաջնորդի ընտրության մեջ։ Իրանք ընտրեցին եւ անվանեցին գերագույն այաթոլլահ Մուջտաբա Խամենեին։ Հիմա դուք ասում եք, որ ինքը առայժմ այաթոլլահ չի։ Հա, այսինքն ինչ գերագույն հոգևոր առաջնորդ, բայց օրինակ չգիտեմ գիտական առումով, հա, հələ որ ինքը պրոֆեսոր չի, հա, սենց ասենք։ Եթե շատ կոպիտ ասենք, այո։ Չէ, ես ուզում եմ որ բարձրացված, ով է Մոջտաբա։ Մոջտաբա անկախ փաստից Ալի Խամենեի որդին է։ Ինքը անցած 20 տարվա ընթացքում ամբողջությամբ տիրապետում է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգային, հետախուզական, ռազմական, քաղաքական եւ տնտեսական մեխանիզմներին։ Մարդ, որը ոչ միայն պալատական ավանդույթներ ունի, պայմանական ասած, հա, ընտանեկան ավանդույթներ, սերում է կրոնական մեծ բեքգրաունդ ունեցող ընտանիքից կամ հորից, այլ մարդ, որը ահվոզում ստացել է կրոնական շատ բարձր կրթություն, շատ բարձր։ Ընդ որում ասեմ, այդ ահվազի դպրոցը որ կա, այդտեղ կան որոշ դիկոմ քաղաքում է որոշ դասատուներ, իր դասատուները կամ այսպես ասեմ կրոնագետները, հա, որոնք լրջագույն հակասություններ են ունեցել դավանաբանական եւ գաղափարաբանական հենց Ալի Խամենեիի հետ։ Ահա։ Այսինքն այնպես չէ, որ Մոջտաբահը ընտրվեց զուտ որովհետեւ Ալի Խամենեիի որդին է, կամ որովհետեւ Իրանի քաղաքական համակարգը պարտադրում էր, որ այս փուլում պետք է լինի այնպիսի մեկը, որը պետք է Ամերիկային դեմ գնա կամ Իսրայելին։ Ոչ։ Համակարգը ինքը պատրաստ էր տարիներ շարունակ նման պերսոնաժի ներդնելու խաղի մեջ, որովհետև շատ քչերն են, որոնք տիրապետում են այդ բարդ պետության, բարդ հյուսվածք ունի Իրանը, այնպես չէ, որ հեշտ է։ Իր անվտանգային հետախուզական ցանցերով, տնտեսական ցանցերով, այսպես ասենք առևտրականների եւ կրոնագետների ցանցերով, այս 3 ցանցերը մենք խոսել ենք սրա մասին, մշտապես իրենք են որոշել Իրանի քաղաքակրթական ուղղվածությունը։ Եվ գա մարդ, որը բավական երիտասարդ է, 56 տարեկան է։ Բավական երիտասարդ է, եթե չանցամ սեպտեմբերի 8-ին։ Ինչ եմ հիշում, սեպտեմբերի 9-ին ես եմ ծնվել, սեպտեմբերի 8-ին ինքը։ Կֆիքսենք այսօր դա։ Եվ մարդ, որը համակարգի բոլոր նրբություններին տիրապետում է, ավելին ասեմ, ինքը ստացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շատ լուրջ պատրաստություն։ Ես կարդացել էի, որ բացի պատրաստությունից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում նա նաև ի տարբերություն շատերին անմիջապես մասնակցություն ունեցել ռազմական գործողություններում, հատուկ գործողություններում, դեռ օպերացիաներում։ Ավելին, ինքը այս համակարգի մեջ է դեռ 1986 թվականից, երբ որ Իրան-Իրաքյան պատերազմում ունեցել է լրջագույն դերակատարում հենց բանակում, որից հետո ռազմական հետախուզություն, ընդհանրապես կորպուսում, այսինքն մարտական պատրաստվածությունը անցել, բացի գաղափարական պատրաստվածությունը, որը եւ տնից է գալիս եւ կրոնական դպրոցից է գալիս։ Ուստի եւ ինչու եմ այս հերվից գալիս, որպես մենք հասկանանք, որ այդտեղ պատահական մարդ չի հայտնվել։
այսօր։ Հիմա անկախ փաստից ինքը այաթոլլահ չի, իսկ ինքը չի։ Բայց գերագույն առաջնորդ է։ Այո, ինքը գերագույն առաջնորդ է։ Ահա։ Գերագույն առաջնորդ է, բայց ոչ հոգևոր իմաստով, որովհետև այդտեղ կա որոշակի ճանապարհ, այդտեղ կան նաև ներքին պատերազմներ, ի վերջո պետք է ընդունենք։ Ներքին հաշվարկներ կան 88 կրոնագետ, որը այդտեղ հավաքվել է, յուրաքանչյուր մեկ առանձին դպրոց է իր ցանցով, իր հովանավորներով, իր էլեկտորատով, այսպես ասենք։ Դա մի քիչ բարդ process է, բայց այս ճգնաժամային վիճակներում նման առաջնորդի նշանակումը, որը ի սկզբանե ընտրվեց թե ոչ, առաջին օրվանից ինչ պայմաններ դրեց, 5 պայման դրեց։ Ասած որ պատերազմը դադարեցնել չկա, այն պայմաններով ինչ որ դուք եք ասում։ Իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կամ միջազգային հանրությունը հանած Ռուսաստան, Չինաստան, այս երկու պետությունները հանած ինչ է ասում։ Ասում էր, որ միջուկային ծրագրի շուրջ մենք պիտի նստենք բանակցենք բալիստիկ հրթիռների թեմայի, ինչպես նաև դիմադրության շարժում ընդհանրապես մերձավոր արևելքում։ Խոսքը Հեզբոլլայի մասին։ Հեզբոլլային։ Փոխարենի ինչ ասես Մոջթաբա Խամենեին, ասաց, որ եթե մենք պիտի նստենք սեղանի շուրջ, ապա այս երեք հարցերը իրար հետ միասին չեն քննարկելու։ Չի քննարկվում։ Չկա որևէ խնդիր խաղաղության մասին կամ խաղաղության պայմանագիր չենք կարող ստորագրել, եթե մեջը Լիբանանը ներառված չէ։ Այսինքն Լիբանանի անվտանգությունը դարձյալ կապել այս խնդրի հետ նշանակում է, որ Իրանի ռազմավարական մոտեցումը մերձավոր արևելյան հարցերի վերաբերյալ հասնում է հաջողության այն տակտիկական նահանջից հետո, ինչ որ տեղի ունեցավ վերջին 2 տարվա ընթացքում, հա, Լիբանանից եւ Սիրիայից իր միլիտարիզացված ուժերն այսպես դուրս բերելս։ Սա է ինչ որ տեղի ունենում Իրանում հիմա։ Այս կողմից նայենք, պարզը եկեք ֆիքսենք հետևյալը, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի սկզբնական նպատակը, որ իրենք դրել էին, հա, մի քանի օրվա ընթացքում կազմակերպել Իրանը կառավարչական կրիզիս մտցնել, կառավարման կրիզիս մտցնել, ոչնչացնելով վերնախավը իրանական, ասենց ասենք, կառավարման, ընդ որում ռազմական հոգևոր զարմանալի աշխարհիկ ասենց իշխանություններին այդքան թիրախ չդարձրեցին։ Դե լավ, սա ես չեմ ուզում նա ակցենտավորում սրա վրա։ Այդ դեպքում, եթե բոլորին ոչնչացնում են, մարդ չմնում խոսել։ Դե հա, բայց այստեղ խնդիրը հետևյալն է, իմ տպավորությամբ ոչ թե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չէին սպասում այսպիսի ուղղակի ֆանտաստիկ մակարդակի կրիզիս մենեջմենտ, ֆանտաստիկ մակարդակի, որը ցուցաբերեց Իրանը, իրանք չէին սպասում, որ ոչ թե Իրանը կսկսի դիմադրել, այլ անենց կանի, որ իրանք կսկսեն դիմադրել Իրանի հարվածներին։ Այսինքն տարբերությունը մենք հասկանում ենք, չէ՞, Իրանը պայմանական հետևյալ փիլիսոփայությունն է առաջ բերում։ Չնայած որ դուք եք սկսել պատերազմը մեր դեմ, բայց պատերազմը մենք ենք ավարտելու։ Այսինքն մենք կորոշենք։ Հիմա տեսեք, մի հատ շատ կարևոր բանի մասին եմ ուզում հարցնեմ։ Գոյություն ունի աշխարհիկ կառավարություն, որը իշխանություն, որը մշտապես հանդես է գալիս ավելի դիվանագիտական, ավելի ասենց խաղաղասիրական դիրքերից, հիշենք նախարար Արաքչիի հայտարարությունները, հիշենք նախագահ Պեզեշկյանի հայտարարությունները եւ գալիս է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը, որոնք 180 աստիճան հակասում են։ Եվ այնիշ դուք նկարագրեցիք Մոջթաբա Խամենեի կենսակերպի կամ կենսագրության կամ իր առհասարակ կերպարի հետ կապված տպավորություն է ստեղծվում, որ Իրանում իրականում կա երկու տեսլական, մեկը եկեք խաղաղ ապրենք, давайте жить дружно, ինչ ուզում ա լինի, մենակ պատերազմ չլինի, այդ հիմար այո, այդ ինքնասպան, այդ վտանգավոր, այդ ահավոր հակապետական, որում կապ չունի, որ պետությանն դա վերաբերվում թեզը, ինչ ուզում ա լինի, պատերազմ չլինի։ Եվ երկրորդը, որ չէ, պետք է լինի խաղաղություն, բայց խաղաղություն մեր պայմաններով։ Հիմա այս երկու թևը ռազմահոգևորական եւ աշխարհիկ իրանք կոնֆլիկտ ունեն իրար հետ, թե ստե պասերով խաղա գնում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, այդ կոնֆլիկտը միշտ եղել է, պարոն Աբովյան։ Միշտապես եղել է եւ դա հատկապես 2003 թվականից հետո ակնհայտ դարձավ Իրանի քաղաքական համակարգում հենց ներսում։ Երբ միջուկային բանակցությունները սկսվեցին, ընդհանրապես, հա,
Եվ առաջին արդյունք հենց 2015 թվականի, 15-16 թվականների միջուկային վեցիակի հետ այսպես բանակցություններն էին, որը հետո Դոնալդ Թրամփը իր նախագահության առաջին ժամանակահատվածում պարզապես չեղարկեց, ասվեց թվին Օբամայի հետ ստորագրեցին, այն էլ չեղարկեց։ Տեսեք, այդ խնդիրը միշտ եղել է Իրանում, բայց համակարգը ինչով է ուժեղ։ Ոչ թե որ երկուք իրար հետ պայմանավորվում են այս նախադասության շուրջ, որ իմ արև ամեն ինչ լավ է լինելու, այլ համակարգը ուժեղ է իր բյուրոկրատիայի եւ միմյանց վերահսկելու, հստակ լիազորությունները տարանջատելու տեսանկյունից։ Այդ ամբողջը դե ֆակտո եւ դե յուրե ֆիքսելու տեսանկյունից։ Հիմա ավելի պարզ ասեմ։ Այս խնդրին իրենք բախվեցին 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ անվտանգային եւ հետախուզական հատուկ ծառայությունները, մի քանի ծառայություններ կային, մեկի լիազորությունները մյուսի հետ խաչվել էր։ Եվ իրենք կարողացան այդ տարանջատումը հստակ անել։ Շատ կարճ ժամանակում այդ համակարգը այնքան ներսից կոմունիկաբել էր, նաեւ իսրայելական ներդրված ցանցերը բացահայտվեցին ի վերջո։ Դա էր հիմնական պատճառը եւ Իրանի ամենամեծ դասը, որ այս պատերազմում ինքը քաղել էր, լրտեսական ցանցերը բացահայտել էր, որովհետև Մոսադը ամբողջությամբ, ինչպես նաև կենտրոնական հետախուզական վարչությունը ամբողջությամբ թափանցել էր այդ համակարգ։ Վաղամերիկ Ալի Խամենեին ինչ արեց, քանդեց այդ հետախուզական համակարգերը, լեգոյի նման նորից հավաքեց ամենահավատարիմ մարդկանցով։ Թեև չկարողացան խուսափել, դարձյալ այս լրտեսական ցանցերը լավ աշխատել էին այս վերջին պատերազմի ընթացքում։ Ամերիկյան ուղղությունը եւ Միացյալ Նահանգների հետ ջերմ հարաբերությունների հաստատում միշտ եղել է Իրանի քաղաքական համակարգի օրակարգում։ Այնպես որ իրանցի ժողովուրդը խնդիր ունի ամերիկացիների հետ։ Մեծ հաշվով իրենք ոչ իրենց սպառնալիք են տեսնում, ոչ բան։ Պարզապես իրենց խնդիրը գոյաբանական խնդիր Իսրայել պետության նարատիվների հետ է։ Հակաիսլամական, հակաարաբական կամ հակաիսլամական քողի տակ, այսպես ասենք։ Իսրայելի ծրագրերը եփրատից նեղոս նշանակում է սահմանափակել Իրանի ռազմավարական ծրագրերը Մերձավոր Արևելքում։ Եվ այստեղից բնականաբար երկու հսկապետությունների ռեգիոնալ մակարդակում հակասությունները գալիս են։ Ով է խանգարում այս ամենին կամ նպաստում Միացյալ Նահանգները։ Իրանի նախկին արտգործնախարար, նախկին նախագահ, անունները չթվարկեմ, բազմաթիվ հայտնի պաշտոնյաներ կան, որոնք շատ լավ գիտակցելով, որ էմբարգոյի տակ մնալով եւ ներքին բռնաճնշումների շարունակություն լավ տեղ չի տանելու, անկախ փաստից մարդիկ ինչ կասեն, ինչ չեն ասի, այս ի վերջո պետք է ընդունել, որ Իրանի ժողովուրդը 79 թվականից սկսած էմբարգոյի տակ է։ Եվ ես շատ քիչ պետություններ գիտեմ, որոնք կարողացել են զարգանալ ներքին ինֆրաստրուկտուրաները զարգացնել, ենթարկվելով այսպես էմբարգոյի։ Ուղղակի առաջին օթերը այսպես բացելու հնարավորությունը հենց 15-16 թվականն էր, որ Իրանին հնարավորություն տվեց 40 տարվա վաղեմության ավիապարկի պահեստամասերը փոխել եւ ավիապարկը թարմացնել։ Դա ամենամեծ նվաճումներից մեկն էր, այսպես ասեմ, մի քանի միլիարդ դոլարի սառեցված գումարները եւ այլ, բազմաթիվ այդտեղ խնդիրներ կան։ Բայց որ մարդիկ ուզում են Միացյալ Նահանգների հետ նորմալ հարաբերություններ ունենան, նորմալ առևտուր անեն, դա փաստ է, դա չի քննարկվում։ Այս ուղղությանը ով է հակադրվում։ Հակադրվում է պահպանողական, ծայրահեղ պահպանողական ռեժիմը, որը ըստ քաղաքական նպատակահարմարության հերթափոխում է իշխանությունը։ Այսինքն հոգևոր իշխանությունը ունի հստակ մոտեցում, որ խաղաղություն կլինի մեր պայմաններով կամ նվազագույն մենք կգնանք զիջումների այն հարցերում, որոնք չեն սպառնա Իրանի ազգային անվտանգությանը, ամերիկյան թևի, այսպես ասենք, կամ ավելի լոյալ մոտեցման ներկայացուցիչները ասում են հետևյալը. մտնենք բանակցությունների մեջ։ Ի վերջո հրաժարվելու ենք միջուկային ծրագրից, եւ սա ամենախնդրահարույց հարցն է հենց այդ քաղաքական համակարգում Իրանի եւ իրենց արտգործնախարարությունում։ Լուրջ բաժանումներ կան այդտեղ։ Իսկ մի կարծիք էլ կա, պարոն Գասպարյան, հազար ներողություն, որ այս գործընթացները խոսքը գնում է 12-օրյա պատերազմի մասին, խոսքը գնում է ներքին խժդժություններին, խոսքը գնում է այն պատերազմին, որը տեղի ունենում հիմա, կա բավականին հիմնավոր նվազագույնը կարծիք, որ հակառակ process կարող է լինել եւ Իրանը հասկացա, որ եթե ինքը ունենար պայմանական միջուկային ռումբ, ապա այս կարգի հարվածներ չէին լինի։
Ես նույնիսկ ուրիշ թեզել առաջ կքաշեմ, իսկ ով գիտի Իրանը ունի թե ոչ։ Այդ միջուկային անորոշության քաղաքականությունը, հա։ Միջուկային անորոշության քաղաքականությունը պատերազմով ի վերջո միջուկային զենքին տիրապետելու լեգիտիմացմանն են միտված։ Ես հետ եմ ասում, հիմա հնարավոր է, տեսեք, եթե հիմա օրինակ հա վերցնենք Մուշտաբա Խամենեի, հա, ենթադրենք, հիմա մենք չենք կարող ոչ մի բան բացառենք, դու սա գալիս մանուն ժողովուրդ ջան։ Հենց հիմա հայտարարում եմ, որ մենք ունենք օրինակ միջուկային ռումբ։ Ու գնում է դուրը փակում է գնում է, չգիտեմ, միտը։ Այս իրավիճակում ես չեմ խոսում, որ դա տրիգեր է դառնալու Թուրքիայի համար միանգամից միջուկային զենքի, Սաուդյան Արաբիայի համար ծոցի թակավորություններն, Քաթարը նույնիսկ փուճուրի Քաթարը, ասում ես էլ պետք է ունենամ միջուկային զենքի ցանկությունը, հա, արդեն ակնհայտ արտահայտում է հերավոր Եվրոպան, որը կարծես է մերձավոր արևելքից հեռու է Լեհաստանի վարչապետը արդեն իսկ հայտարարել է, որ իրենք աշխատելու են այդ ուղղությամբ, այսինքն այստեղ կունենանք անկախատեսելի մի process, բայց այնուամենայնիվ Իրանը հո Լեհաստանի դարդը չի քաշի, ինքը իրա դառնա քաշում, որքանով եք գնահատում, հա, հնարավորությունը, որ օրինակ Իրանը դուրս գա եւ կասի, որ վերջ բրծավ, ես ունեմ միջուկային զենք։ Դե հիմա եկեք։ Տեսեք, հիմա ռադիկալ է ինքը, բայց այնուամենայնիվ էլի միջազգային հարաբերություններում չուղղորդվող քաղաքականություն չի լինում մեծ հաշվով։ Բայց կան բացառություններ, որտեղ դու չհաշվարկված ես այդ բոլոր քայլերին դիմում, հա, չհաշվարկած քայլեր ես գնում, օրինակ Միացյալ Նահանգները մինչև վերջ չէր հաշվարկել։ Իրանը ես խորը կասկածուն եմ, որ չի հաշվարկում ինչ անում։ Իրանը շատ լուրջ պետություն եւ ես դուք հո լավ գիտեք, առաջին իսկ օրվանից ասում եմ, որ այս պատերազմը հեշտ չի անցնելու։ Տեսեք, մեծ հաշվով եթե Միացյալ Նահանգները խնդիր դնի ոչնչացնել Իրանին կամ մեկ այլ պետություն կանի, բայց հարց է գինը այդ ամեն ինչի։ Հա, լավ, ոչնչացրիք, հետո Փիրոսյան հաղթանակ չէ լինելու։ Դա Ամերիկայի կործանմանն է նախապատրաստելու բոլոր առումներով, բարոյականից սկսած մինչև արժե համակարգային, մինչև ֆիզիկական առումով, որովհետև դաշնակիցները, այսպես կոչված Միացյալ Նահանգները, սկսելու են փախուստի դիմել։ Եվ առանց այդ էլ ամերիկյան հարաբերական այսպես այս նահանջը, իսկ մեզ իջներից տեսում ենք, որ Միացյալ Նահանգները նահանջում է այս պատերազմում։ Տակտիկական նահանջ է առայժմ։ Այդ նահանջը վստահության խախտման լուրջ նախադեպեր կարող են դառնալ ամերիկյան դաշնակիցների մոտ, խոսքը սոցիալական երկրների մասին է։ Դե որոնք արդեն իսկ ակնհայտ ասում են, ես ինչ ես անում, ներողություն եմ խնդրում։ Հա, օրինակ ծանոթանում էի ճիշտ է մամուլը, մենք գիտենք, որ ծայրից ծայր վերահսկվում է Պարսից ծոցի թագավորություններում եւ այնտեղ հենց այնպես է, կամ թագավորի կյանքի մասին, կամ տուրիստական նորություններ էին։ Բայց եթե օրինակ կարդանք կայքերը, որոնք կառավարվում են Սաուդյան Արաբիայի ղեկավարության կողմից, Էմիրատների, Էմիրությունների ղեկավարության, Քուվեյթի, Քաթարի եւ այլն, մենք կտեսնենք կարմիր գիծ է գնում։ Ուրեմն ինչ են ասում։ Ասում են, ախպեր, Ամերիկա, բա դու երթում ու պատառ էիր ուտում, որ մենք քեզ տալով մեր պաշարները դու ապահովում ես մեր անվտանգությունը, հիմա ոչ պաշար ունենք, ոչ էլ անվտանգություն։ Այսինքն այս թեզը կարմիր թելով անցնում է եւ դա լրջագույն խնդիր է, այսինքն մի քանի սոցիալական, մի քանի երկրում ամերիկյան բազաները ոչնչացնելը բարոյապես եւ հեղինակության առումով շատ մեծ հարված է հասցնում Միացյալ Նահանգների։ Սա մենք չպետք է անտեսենք։ Երկրորդը Իսրայելի նկատմամբ իսրայելական միֆը, որը ամբողջությամբ կապված է, հա, ամերիկյան մատակարարումների հետ։ Իսրայելական միֆը հոդս ցնդեցնելու միակ պետությունը, որը դեռ 1900 այսպես ասեմ, լավ 73 թվականից հետո կամ 82 թվականից հետո Լիբանան մտնելուց հետո, հա, Իսրայելի արաբա-իսրայելական չորրորդ պատերազմից հետո միակ պետությունը, որը համարձակվել է Իսրայելի դեմ ճակատ բացել, դա Իրանն է եղել, խոսքը տարածաշրջանի իսլամական պետություններն է, եւ այստեղից էլ գաղափարաբանական եւ իսլամական, պանիսլամական կամ պանարաբական
հակաիրանյան կեցվածքների այսպես ոչնչացում մենք դրա ականատես ենք լինում, այսինքն միայն Սադամ Հուսեյնն էր, որ 90 թվականին սկոդները ուղարկեց Թել Ավիվ, դրանից հետո շատ թանկ վճարեց բնականաբար, ու դրանից հետո ոչ մի արաբական պետություն, իսլամական պետություն ամբողջ արաբական պետությունների գոյության իմաստը որն է, ընդդեմ Իսրայելի, հա, Իսրայել պետություն չպետք է գոյություն ունենա, թե բոլորն էլ սեղան տակից դիվանագիտական եւ առևտրային լավ հարաբերություններ են Աբրահամյան պայմանագրերը եւ այլն հիշենք էլի։ Բայց Իրանը փաստորեն որպես հաստաբուն ծառ ինքը կարողացավ դիմադրել, դիմակայել, ավելին ասեմ 29 թե արդեն 30 հրթիռների փուլերի մասին է խոսքը, հա, արձակում է տեղի ունեցել եւ իրանական բալիստիկ հրթիռները դեռ շրջանառության մեջ են դրվել, այսինքն երբ որ կսեղմես դու այդ պետությանը մինչև վերջ, ինքը գուցե այո ձեր ասածով վեր կանգնի եւ հայտարարել, որ մենք ունենք այդ բանը եւ փորձեք հարվածել մեզ, տեսնենք հակառակ ինչ կլինի։ Ինչու տեսեք իրանական ամբողջ նարատիվը ինչի վրա է կառուցված։ Եթե Իսրայելին թույլատրվում է Դեյմոնայում ունենալ այդ ամբողջը, ապա 90 միլիոնանոց տարբեր հաշվարկներ են, 85-ից մինչև 92-3 են ասում։ 90 միլիոնանոց Իրանը ինչու պիտի չունենա։ Այսինքն ռազմավարական հաղթանակ երկարաժամկետ, դրա համար եմ ասում ռազմավարական հաղթանակ տանելու ամենապատեհ առիթն է այս պատերազմի Իրանի համար։ Իրանը շատ պիտի ցանկանար, որպեսզի միջազգային պայմանները հենց այսպես դասավորվեն։ Այո, զոհողությունների գնով է լինում, սրա գնով է լինում, զրկանքների գնով է լինում։ Այդ չմոռանանք Պակիստանը կամ Հնդկաստանը ինչպես ստեղծեցին։ Այո, լեփարդը։ Այսինքն Ալի Խանի ժամանակա ինչպես ստեղծվեց ատոմային ռումբը, Լահորում ինչ համաժողով տեղի ունեցավ, ամերիկացիները ինչպես փորձեցին հակակշռել, հա, պակիստանցիներին հետո հնդիկներին տալով այդ տեխնոլոգիաների եւ այլն, իդեպ Հնդկաստանը միակ պարտվածն է, ամենագլխավոր պարտվածն է այս պատերազմում իր սխալ հաշվարկների պատճառով եւ խաղադրույքի Իսրայելի վրա դնելով, անտեսելով BRICS-ի գործընկեր Իրանին։ Բայց մի բան էլ ասեմ, օբյեկտիվորեն, որովհետեւ բարձ է Չինաստանն է Իրանի։ Ես հասկանում եմ, բայց դրա հետ մեկտեղ էլ տեսեք Հնդկաստանը, երբ որ եթե չեմ սխալվում Նարենդրա Մոդին կնեսետում հայտարարություն արեց, պրոիսրայելական, ոտնկայս ծափարում էին, բայց նույն Մոդի հայտարարությունից հետո մի քանի օր հետո երբ որ սկսեց պատերազմը, որը մինչ այսօր տեղի ունենում, Հնդկաստանը ոչ մի հակաիրանական հայտարարություն չարեց։ Դա շատ կարևոր մի առանձնահատկություն կա։ Պետությունների միջև պարոնապական դուք էլ լավ գիտեք, դու ինձ ես քեզ տարբերակն է գործում, հա։ Հնդկաստան-Պակիստան պատերազմի ժամանակ Իսրայելն էր, որ Հնդկաստանին ամենամեծ մատակարարն էր, հա։ Հիմա պատասխանը տալու ժամանակն է։ Փորձեք այս տարածաշրջանում Ադրբեջանի դիրքը հասկանալ հենց այս տրամաբանության մեջ։ Եկել է ժամանակը, որպես Ադրբեջանը հատուցի այն ամեն ինչի համար, ինչ որ ստացավ։ Բայց չի հատուցում, վազվզում է այն բեղավոր մարդը, տենց ինչ որ սկզբից տենց սպառնում էր, ընդ որում գիտեք, որ ասում կամ մեռնեմ չասեմ, այն էժան, գիտեք շրիշակից ցածր, այդ պրովոկացիան, իբր խփում են Նախիջևանի, օկուպացված Նախիջևանի օդանավակայանին, ընդ որում խփում են մի իբր անօթաչուով, որը զարմանալիորեն պայթում է մոտավորապես 700 մետր ավելի հեռու, քան կանգնել, այդ էլ իրանական ճշգրիտ։ Հետո ինքը տես բեղերը ուրցնում է, ճանապարհներն է փակում, բան մեկ էլ զանգում են իրան Ալիևին, ասում են արա, տենց այդ Բայրամովի տովանդը։ Միաթել ուղարկի Անկարա։ Այստեղ Թուրքիա, Ադրբեջան հետարքիր խաղ գնացել է։ Գիտեք, չէ՞ որ հումանիտար օգնություն ա ուղարկել Իրան։ Թուրքիան, այո, գիտեմ։ Ադրբեջանը։ Առաջին իսկ օրը մոտեցավ դեսպանատուն, ցավակցեց, հետո սպառնաց, երկաթե բռունցք եւ այլն, սա խոսում եմ մեկ բան մասին, պարոն Աբովյան, որ Ադրբեջանում Բաքվում որոշումներ չեն ընդունում։ Բաքվում իրականացնում են որոշումներ։ Դրա մասին մենք միասին շատ ենք խոսած։ Եվ Բաքվի որոշումը ինքնիշխան չէ։ Բաքվի որոշումը Վաշինգտոն, Թել Ավիվ, Անկարա, այսպես Երանգյունու եւ այս տարածաշրջանում այդ պետության լինել չլինելու հարցը, որովհետեւ Իրանը հստակ մեսեջ ուղարկեց։
կավասարեցնեմ գետնին, եթե համարձակվես այդտեղից որևէ բան ուղարկել։ Վերջում ասեց արա։ Եվ հիմա չգիտեմ արա թե ֆարսիով մեկ այլ արտահայտություն, որը հաստատ ադրբեջանցիներ կհասկանան։ Ամենայն դեպս այս տարածաշրջանում երկու հզոր կայսրություն է եղել կողք կողքի ապրած եւ վերջին 200 տարում իրար չեն պատերազմել, խոսքը Թուրքիայի եւ Իրանի մասին է եւ Թուրքիան շատ դիվանագիտական հմտությամբ կարողացավ այդ ամբողջը կոծկել եւ ադրբեջանական այսպես ասեմ լկտի շրիշակից ցածր եւ չհիմնավորված բարձեն կոտություն պարզապես զսպել Թուրքիան է որ արեց Թուրքիան պարզապես հասկացան որ այս մարդկանց հետ չի կարելի լուրջ վարվել խոսքը ադրբեջանցիներն վերաբերում, որովհետև իրենք ստացան Արցախը նվեր, սկսեցին ակլորանալ եւ հիմա սկսեցին իրենցից 7-պատիկ ավելի տարածքով բնակչությամբ ռեսուրսով կարողականությամբ դեռ չեմ խոսում մեծ պետության վրա ձեռք բարձրացան, ինչպես հայերի գլուխը ջարդեցին, ձեր գլուխները կջարդենք։ Յա, լուրջ, իրոք։ Եվ կարծում եմ առաջին մեսիջը, որը գնաց հենց Թուրքիայից էր, որ խելոք պահեք ձեզ, սա ձեր խաղը չէ։ Դուք դեռ չեք գիտակցում, ինչ չեք։ Համոզված եմ չեմ պայելու, որովհետև այո, լինելով Իսրայելի պրոքսի պետություն, մեծ պարտքեր ունեն, պարտքերը ֆինանսական չի, պարտքերը նվազագույնի։ Եկեք ճիշտը խոսանք, մենք հաճախակի 44-օրյա պատերազմը դիտարկում ենք մեր տեսանկյունից, մենք ինչ սխալներ, չբազմաթիվ սխալներ, ասեմ, գրեթե ճիշտ բան, հա, խոսքը կառավարման, խոսքը պատերազմի վարելու եւ այլն Պրոս շատ քիչ էր արվում, բայց եկեք շիտակ խոսենք, եթե չլիներ Իսրայելի հետախուզական ռազմական ուղղակի օգնությունը, Պակիստան բան չեմ խոսում, դրանք դնում են մի կողմ, ապա պատերազմը չէր լինի այնպիսին, ինչպիսին եղավ։ Հիմա այստեղ եկեք ուրեմն 5 րոպե ժամանակ ունենք, առաջինը ես պայմանավորում եմ ձեզ հետ, որ եկող շաբաթ մենք Թուրքիա, Ադրբեջան, Իրան այս եռանկյունի մասին կխոսենք եւ ազդեցությունը մեր վրա տարածաշրջանի վրա եւ մեր քաղաքականության վրա եկող շաբաթ ոդկասթի երկրորդ սերիան դուրս կգա։ Իսկ հիմա քանզի 5 րոպե մնացել, ասես նախնական, այո, կրկին ապագա ոդկասթին նախապատրաստվելով ներքաղաքական գործընթացները Հայաստանի։ Հələ մի հատ Իրանը դնենք մի կողմ։ Պարոն Գասպարյան, ես ճիշտ փորձում եմ հասկանալ, թե անդիմադիր դաշտում, թե իշխանական դաշտում ինչա կատարում, ընդ որում որքան դու գիտեք իմ տեսլականը, բայց իմ համար իհարկե շատ քննադատելի է շատ բաներ, ինչ ես տեսնում եմ քաղաքական դաշտում, բայց արի ուտես, որ նվազագույնը ես գոնե հասկանում եմ իշխանությունը ինչ անում։ Ես չեմ քննադատում ընդդիմությանը, ես ուզում եմ հասկանամ ընդհանուր կոնֆիգուրացիան, ինչի համար եմ ձեզ այդ հարցը տալի։ Դուք ամիսներ առաջ հայտարարեցիք, որ ակտիվ քաղաքականության մեջ եք։ Հիմա որպես ակտիվ քաղաքականության մեջ դերակատար, ինչպես կգնահատեք իրավիճակը։ Ծանր։ Բոլորի համար ծանր վիճակ է, այնպես չէ, որ որևէ մեկը ունի առավելություն մյուսի նկատմամբ։ Շատ լուրջ աշխատանք կա քարոզչական դաշտում անելու, մեդիա տիրույթում անելու եւ շատ լուրջ պոտենցիալ կա մեր հայրենակիցների հետ աշխատելու առանձին։ Գերիքի բոլոր ռեսուրսը պետք է ճիշտ դերաբաշխում կատարել։ Այսքան ժամանակ մենք ամենայն դեպս ես շատ բան չեմ խոսել, որովհետեւ շատ ավելի գործ կա անելու ոչ թե ծափեր ստանալու համար, այլ իրական հողի վրա գործ անելու, մենք անում ենք այդ ամբողջը։ Իսկ Աբրահամ Գասպարյանը ինչ ֆորմատով է մասնակցում։ Մասնակցություն լինելու ընտրական process-ներին, բնականաբար, դեռ որևէ բան չեմ ասում, որովհետև ես խաղաքարտեր շատ բացել չեմ սիրում։ Զգում եք, չէ՞, sense փոխվա։ Այո, կողքերը բաց, արդեն համինքա ծիծաղում ժողովուրդ, համ ես եմ զգում, համինքը գիտի։ Ինչ եմ ուզում, ես գիտեմ, որ այո, մինչև վերջնական գործ անել, պարոն Աբովյան։ Մենք գործ անում ենք։ Սենց ասեմ, պարոն Գասպարյան, հələ որ որոշում չկա ում հետ եւ ոնց։ Կա որոշում։ Բայց հələ որ չենք հնչեցնում։ Հիմա չենք հնչեցնում, որպես թիրախ չդառնանք եւ թիրախ չդարձենք։ Ասածը հենց դա է, որ այս իշխանությունը պետք է հաղթել ասիմետրիկ քայլերով։ Սիմետրիկ քայլերով տեսանք ինչ եղավ։ Չի լինելու այդպես։ Իսկ ես ուզում եմ, որ ինձ նման 100,000-ավոր, եթե չասեմ միլիոնավոր հայրենակիցներ, հունիսի 8-ին իրենց աչքերը բացեն որակապես այլ Հայաստանում։ Դա իրականացնելու համար, պարոն Աբովյան, մենք պրիմիտիվ քայլերով
պիտի չգնանք առաջ։ Ես մի անգամ այն համաձայն եմ։ Ծափեր, փողկապ կապենք, ասենք որ տեսակ ու ես պետք չի։ Ես ամեն ինչ մեկ կողմ եմ դրել վաղուց եւ եթե քվեատոպի միջոցով պիտի փոխվի, թող փոխվի, թեև ինքս հավատում եմ, ասել եմ եւ ասելու եմ, որ այս իշխանությանը հեռացնելու համար այդ մթնոլորտը պետք է ստեղծել դեռ հունիսի 8-ից առաջ։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Տեսնենք։ Հետաքրքիր է։ Իսկ գիտեք ինչն է վարչացնում։ Ես էլ դուք էլ բավականին ակտիվ ենք, հա, քաղաքական այս process-ների մեջ, ինչու ոչ իրազեկված ենք, տեղեկացված ենք եւ այլն եւ այլն, մեկ էլ կգանան այս բան կասեն մամա ջան, ընդ որում գիտես, օրինակ դու կամ օրինակ ին վրա ասեմ, դու սենց ինչ որ սենց ուղությամբ ես կամ այս մյուսը էսի սրա հետ է միանում, այնի նրա հետ, ինչ են միանում, կռվեն, արա ժողովուրդ ջան Ես ձեզ վստահեցնում եմ, առայժմ այն պոզիտիվ որը իմ դուրս շատ է գալի խմորումները, խոսքը գնում է անդիմության մեջ, եթե խմորում չկա, ուրեմն ստագնացիոն մահացել է։ Խմորումները վատ բան չեն, լավ բան են, պետք չի դավադրապաշտության մեջ ընկնել, պետք չի իրար պատեպատ տալ, պետք չի, չգիտեմ, Իսկ ով ասաց, որ ընդդիմություն միասեռ պետք է լինի։ Հա, կամ ով ասաց, որ պետք է բոլորը մի ուղղությամբ նայեն, բացի գլոբալ նպատակից, հա։ Ես օրինակ անկեղծ եմ ասում, ես սարսափում եմ առհասարակ, երբ որ քաղաքական դաշտում բոլոր քաղաքական ուժերը բացի ընդհանուր գլոբալ նպատակից յուրաքանչյուր, հա, միակ գաղտնիք էլ բացենք, որ ձեզ չէ ժողովուրդ ջան, այն մարդկանց, ովքեր մեզ լսում են, գործի բերումով դերասանից ասենք, ուրեմն յուրաքանչյուր քաղաքական ուժ իր վերջնական նպատակը իշխանություն դառնալն է, դա նորմալ է, դրա հետ պետք է մերվել, դրա հետ պետք է իմաստը հենց դա։ Հա, դրա հետ, բայց այստեղ շատ կարևոր է ընդգծել հետևյալը, որ ես իրականում սարսափել եմ ամբողջ կյանք, երբ որ բացի գլոբալ տեսլականից նպատակից նույնիսկ մարոկներում բոլոր քաղաքական ուժերը իր հետ համամիտ են։ Արա ոչ, ժողովուրդ ջան, չի կարելի տես բան։ Չի կարելի, իմիջիալով տեսեք, մենք Իրանից ենք խոսում պարոն Գասպարյանի հետ, Իրանը լինելով ճիշտ տպավորություն է, չէ, որ այնտեղ կան հստակ, ասենց ինչ որ ուղղություններ եւ այլն, հա, քաղաքական, հոգեվոր, ռազմական, բայց այնուամենայնիվ հավատացնում եմ ձեզ, Իրանում հատուկ պլուրալիզմ է գեներացվում։ Հատուկ տարբեր կարծիքներ են գեներացվում։ Եվ որ ես լսում եմ նախագահ Պեզեշկյանի հայտարարությունը եւ օրինակ Այաթոլլայի օֆիսի հայտարարությունը, հա, որոնք կարծես թե իրար ընդհանրապես չեն բռնում։ Ես հասկանում եմ, որ հենց այնպես պատերազմող Իրանում այտենց հայտարարություններ չի լինում։ Ուֆ։ Դա կմեռնեմ չհարցնեմ։ Մի հարց էլ կա, խոսքը գնում է կրկին ստրատեգիայի մասին, հա, ընտրական ստրատեգիայի։ Դնում եմ մի կողմ, որ ամեն քաղաքական ուժ ինքն է տեսնում, հա, նախ ընտրական գործընթացների եւ հետընտրական գործընթացների։ Ես էլ դնում եմ սա մի կողմ։ Գլոբալ առումով մարդկանց այ քաղաքացիներին, ովքեր ձեզ լսում են, դուք որպես մի մարդ ով process-ի մեջ է, ինչ կփոխանցեք։ Հիմա այդ մարդկանց վրա տարափ է գնում ինֆորմացիայի։ Գալի, այ իրանց ինչ կփոխանցեք։ Սիրելի հայրենակիցներ, չստացվի, որ այսպես նախընտրական կողքի կամ Աբրահամ Գասպարյան, դուք շատ լավ իրան ճանաչում եք, մարդը սրտից է խոսում եւ ես կարծում եմ, որ հատկապես մարզերում, որտեղ այլընտրանքային ինֆորմացիայի հասանելիության խնդիր կա, խոսքը հեռուստատեսությանն է վերաբերվում, ոչ թե YouTube հարթակներին, որտեղ սունկ կայքերից սկսած մինչև ամենածանր հրետանին այդտեղ ներկայացված են, բայց ֆիլտրացումը շատ խնդիր է, շատ լուրջ խնդիր է։ Բայց մարզերում հիմնականում կան, որ իրենց տեղեկատվությունը ստանում են հանրային հեռուստատեսությունից, որ չի ներկայացնում իրական պատկերը եւ ամբողջական պատկերը երկում տեղի ունեցողի։ Ես շատ կցանկանայի, որ մարդիկ իրազեկված լինեն, նաև լսեն այլընտրանքային ինֆորմացիա։ Սա ինչ որ ակնկալիք կա մեր հայրենակիցներից, մնացած բոլոր ակնկալիքների մեծ մասը պարոն Աբովյան քաղաքական դաշտից է, անկեղծ ասած։ Ես չեմ կարող մեղադրել եւ երբևէ չեմ մեղադրել իմ ժողովրդին,
երբևէ այս կամ այն խնդրին լուծում տալու համար, որը չհամապատասխանում կամ չհամընկնում իմ մոտեցման հետ։ Բա ժողովրդավարությունը մնաց մարդը պիտի ընտրեն։ Խնդիրը այն է, թե դու որպես դերակատար, որպես սուբյեկտ քաղաքականության ինչպես ես մատուցում այդ ամբողջը։ Դու կարող ես հրաշալի գաղափարներ ունենալ, բայց մատուցես այնքան վատ, որ չընտրվես կամ Եվ հակառակը կարող է Եվ հակառակը հասանել չլինի, տեղ չհասնի։ մեջը բան չլինի, բայց այնպես գեղեցիկ փաթեթավորվի։ Իհարկե, մեկ բան էլ կասեմ ընդամենը մեր հայրենակիցներին, ինչի մասին մենք առաջիկայում շատ ենք խոսելու, այն ինչ մատուցվում է այս րոպեի համար է բացառապես իշխանության կողմից։ Այս րոպեին ձեզ նիրվանայի մեջ դնելու համար է, թե վաղը ինչ կլինի, ոչ մեկ չգիտի եւ ոչ էլ հետաքրքիր է որևէ մեկին։ Այս իշխանությունը հետաքրքիր է բացառապես ութոտնուկի նման մարդկանց քվեները խլել եւս 5 տարի Հայաստանը մինչեւ վերջ մաս առ մաս այսպես բաժանելու եւ տալու բոլոր առումներով, ոչ միայն անվտանգության, տնտեսապես, անվտանգային, էներգետիկ, բոլոր առումներով մենք գնում ենք դեպի կոլապս։ Հիմա այս սրա դեմ ով պետք է առնի, հասարակությունը պետք է այլընտրանքային ինֆորմացիա ունենա, այլընտրանքային ինֆորմացիան պիտի կարողանա ընդդիմադիր դաշտը համակարգված քարոզչությամբ եւ ինֆորմացիոն քաղաքականությամբ տեղ հասցնել։ Շնորհակալություն պարոն Գասպարյան, հիշեցնեմ ձեզ հարգելի ռադիոլսողներ, որ այսօր զրուցում ենք Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, ղեկավար, տնօրեն Աբրահամ Գասպարյանի քաղաքագետ, արևելագետ, շնացելի չի սիրում, որ ասում եմ, էլի կասեմ ես, պարոն Գասպարյան, պայմանավորվեցինք եկող շաբաթ հանդիպենք, ասեմ ինչի մասին ենք խոսելու, ես ուզում եմ թրիփի հեռանկարների մասին խոսեմ այս պարագայում, կարևորագույն խնդիր է, որը ուղղակի մեզ է առնչվում, որովհետև հակասական կարծիք է, մեկ ասում է թրիփը հոդս ցնդեց, մեկ ասում է չէ, թրիփի թեման ավելի արդիականացավ։ Սա մեկ, երկրորդը Թուրքիա, Ադրբեջան եւ Իրան այս երանգյունին, որը շատ հետաքրքիր է, դե Ադրբեջանը որքան է զարմանալի չթվա, բայց Ադրբեջանի кейսը ամենահասկանալին է այս պարագայում։ Եվ իհարկե մի շաբաթ հետո մենք արդեն ավելի, գիտեք ոնց, ավելի իրազեկված փաստերով կլինենք, որտեղ խայտարակ տեղեկատվական պատերազմը գա։ Այո, կողմանի սուտ տեղեկություններ, ու նորմալ է դա, էլ ասեմ, դա նորմալ է պատերազմ է։ Հա, այդ իսկ պատճառով կոչ եմ անում 99 եւ 9% հա տեղեկությունը կամ չհավատալ կամ 68 անգամ ստուգել։ Եթե ուզում եք ճիշտ պատկերը պատկերացնենք, դրա մասին էլ կխոսանք, այսինքն կարծում եմ մի շաբաթ հետո մենք մոտավորապես գոնե մի 10-15 օր հեռանկարային հա տեսլական կունենանք դեպի ուր են գնում։ Աբրահամներ Գասպարյան եւ ես Արման Աբովյան թայմում ափսոսում եմ էլի որ բարձրացնում ասենց հաղորդում լուրջ եմ։ Կհանդիպենք հաջորդ անգամ հարգելի ռադիոլսողներ։